Պարոն Սաղաթելյան, այս պահի դրությամբ նախամփոփենք ինֆորմացիան ձեր աջակիցների, ձեր կուսակիցների ձերբակալումների վերաբերյալ, ինչը որ հայտնի է ձեզ, եւ հետո ինչ են այսպես կանխում, ինչ են փորձում կանխել եւ որքանով սա կապ ունի Ստամբուլյան այս գաղտնի օրակարգերի հետ։ Նախ ակնհայտ կապ ունի Նիկոլ Փաշինյանի իր տերերին դուր գալու համար փորձում է ու տեսնում եք այս պայն ադրբեջանական ու թուրքական մամուլի խրախճանքը, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանում ազգային ուժերը հալածում են ենթարկվում են ձերբակալության, շատ ուղիղ եւ անմիջական կապ ունի Էրդողանին ավելի շատ դուր գալու, նրա պահանջները կատարելու ցանկությունը մեկ անգամ եւս փաստելու համար ու ամենևին պատահական չի, որ զուգահեռ քիչ առաջ հայտարարեց Էրդողանին պատրաստվում այսին հրավիրել Հայաստան, միաժամանակ այն ուժերը, ովքեր բնականաբար այլ տեսակետ ունեն եւ չեն համակերպվելու այս իրավիճակի հետ, համատարած ձերբակալություններ են իրականացնում։ Այս պահին ունենք երկու Այսինքն հիմիկվանից ձերբակալում են, որ մայիսին Էրդողանը Չէ, հիմիկվանից ձերբակալում են իրենց պլանը հայրենիքի հանձնման գործընթացը սահուն առաջ տանելու ուղղությամբ եւ դա կարծում եմ նորություն չի։ Այս պահին ունենք դաշնակցականներ մոտ 1 տասնյակ մեր անուններով ասեմ կամ կարգիչ հետո հրապարակենք Նոյեմբերյանի պատասխանատուն Հրազդանի Սպիտակի մեր ընկերները Աբովյանի Արմավիրից ունենք ու նաև Սրբազան պայքարի, հա? Տեսեք, այս պահին այն մարդիկ, ովքեր ակտիվ են եղել, տարբեր մեր աշխատանքների մեջ ներգրաված հիմա այս ծավալ ինչքան կմեծանա ու քանի հոգի կդառնա, ընդհանուր թիվը չեմ կարող ասել։ Այս պահին ունենք հաստատված 2 տասնյակից ավել հենց հիմա նաև Սրբազան պայքարի մասնակիցների վերման ենթարկվածների թիվն ենք ուզում ճշտենք, նաև կան մարդիկ, ումից տեղեկություն չունենք, այսինքն վերջնական թիվ չեն կարող ասել։ Անհայտ ուղղությամբ, թե այնուամենայնիվ Վերման են ենթարկել տարբեր բաժիններ, օրինակ պայմանական Վերման են ենթարկել Թալինից, բայց Թալինի բաժինում չի գտնվում, ենթադրում են, որ այլ բաժին են տարել կամ ու նաև միաժամանակ բազմաթիվ մեր ընկերների, ընդդիմադիր գործիչների հրավիրել են քննչական կամ ոստիկանություն, քննչական գործողությունների համար։ Ոչ մի հիմք, ոչ մի պատճառաբանություն առնվազն չեն ասել, այս պահին նաև փաստաբաններ են գնում բաժիններ, որպեսզի հասկանանք, այդ ում նաև պատգամավորներ։ Պարոն Սաղաթելյան, բայց որևէ գործողություն այսօր նախապես պլանավորած ունենք, որովհետև ըստ ՆԳՆ-ի հայտարարության իրենք օպերատիվ տեղեկատվության են տիրապետում, որ հասարակական կարգի խաթարման ուղղված քայլեր են իրականացվելու, իրենք դա փորձում են կանխել։ Քանի որ դուք ասացիք Էրդողանին Հայաստան հրավիրել, այդ լուրը քիչ առաջ տարածվեց, դժվար է թե դուք դրան տիրապետեք եւ այսպես ասած այդ լուրը իմանալուն պես, ասենք Նիկոլ Փաշինյանի հետ վերադարձի կապակցությամբ ակցիա։ Գիտեք, եթե ոստիկանությունը հետաքրքրված է մեր երկրում հասարակական կարգը պահելու, առհասարակ մեր երկրի անվտանգությամբ, տարածքային ամբողջականությամբ, ապա անմիջապես պետք է ձերբակալի եւ գնա Նիկոլ Փաշինյանի հետևից, այդ նույնը օրեր առաջ ասել եմ նաև դատախազությանը, եթե ինքը հետաքրքրված է Հայաստանի պետական շահերի պաշտպանությամբ, պետք է Նիկոլ Փաշինյանին առնվազն դավաճանություն կատարելու մեղադրանքով գործառույթի ու նման գործեր կամ բազմաթիվ անգամ դիմված եւ կալանավորի Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, եթե ոստիկանությունը, դատախազությունը, ազգային անվտանգությունը հետաքրքրված են մեր երկրի սահմանադրական կարգով եւ հասարակական կարգի պահպանմամբ, ապա դրա գլխավոր ճշնամին Նիկոլ Փաշինյանն է եւ պետք է գնան իր հետևից, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել իրենց հայրենիքի եւ ժողովրդի իրավունքների։ Այսինքն դուք որևէ գործողություն նախապես չունեիք այսօր պլանավորած, որ իրենք էլ որևէ օպերատիվ տեղեկատվության տիրապետեին, քանի որ սլաքները ուղղվում են հայ հեղափոխական դաշնակցության եւ Սրբազան Մենք միշտ քննարկումներ ունեցել ենք եւ ունենք ու ունենալու ենք այս իշխանությունների դեմ տարբեր միջոցառումներ կազմակերպելու խաղաղանազանցյան բողոքներ եւ առհասարակ մենք միշտ ունեցել ենք եւ ունենք եւ դրա մեջ որևէ վատ բան չենք տեսնել։ Իսկ ժողովրդավարության համատեքստում է ամեն։ Իհարկե, ինչի մասին է խոսքը, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի Նիկոլ Փաշինյանին հարցնի
Թուրքիայում ինչ ես բանակցում, ինչ առևտրի մեջ ես, այս 5000-ամյա ժողովրդի ճակատագիրն ես որոշում, իրավունք ունի հավաքվելու եւ բացատրություն պահանջելու։ Պարոն Սաղաթելյան, գալով հենց Դա ինչ է նշանակում է հասարակական կարգի խախտում, այս ամբողջ, չգիտեմ, նախագահական, ազգային ժողով, քիչ առաջ մեր եւ այս գրասենյակի շրջակայքում այդ կուտակումները, ասենք, ինչ եք մանգալի, ում եք մանգալի։ Պարոն Սաղաթելյան, գալով թուրքական օրակարգին, հայ-թուրքական այս հերթական փուլին, իբրև թե բանակցությունների, ամեն դեպքում իշխանությունները համոզված են եւ հանրությանն էլ համոզում են, որ իրենց արածի մեջ որևէ ապազգային, հակահայկական բան չկա, ստեղծված իրավիճակում օբյեկտիվորեն տարածաշրջանում, երբ հիմնական խաղացողներից երկուսը պատերազմի մեջ են, ստիպված են թշնամիների հետ գնալ երկխոսելու ճանապարհով։ Հիմա ձեր համար այս Փաշինյանի երկխոսության, իրենց կողմից նշվող երկխոսության այլընտրանքը ո՞րն է։ Մենք երբեք երկխոսությանը դեմ չենք եղել, բանակցություններին դեմ չենք եղել, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է՝ բարեկամանալ մեր թշնամիների հետ, թշնամանալ բարեկամների հետ, հրաժարվել հայ ժողովրդի բոլոր իրավունքներից, ցեղասպանության ուրացում, պայքար ազգային ուժերի նկատմամբ, Արցախի հարցի վերջնական փակում, այսինքն այս հակահայ, հակապետական քաղաքականությունը, որը ինքը քողարկում է իրական Հայաստանի երկխոսության տարածաշրջանում խաղաղություն հաստատելու շղարշի տակ, որ իրականության հետ կապ չունի։ Այսինքն ինչի մենք ենք սկսել պատերազմը, որ ինքը հայտարարում է, ես խոստանում եմ պատերազմ չի լինելու։ Ինչի մենք ենք պատրաստվում հիմա հարձակվել Ադրբեջանի վրա, թե Ադրբեջանը մեր վրա։ Այսինքն անընդհատ արդարացնել, լեգիտիմացնել են ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մեր նկատմամբ, մեր սեփական հայրենիքում, Արցախում եւ Արևմտյան Հայաստանում ու դրա մեղավոր այս ընթացքով ինքը հռչակելու է հայ ժողովրդին, բարձա չէ սրա ընթացք։ Սա հակահայ, հակապետական, հայ ժողովրդի շահերի դեմ աշխատող թուրքա հպատակ մի մարդ է, որը հայտնվել է իշխանության եւ մեր երկիրը հետեւողական տանում է ջլատման, պառակման, թուլացման եւ թրքացման։ Այս է խնդիրը։ Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր այլընտրանքը սրան հեռացնելն է ազգային իշխանություն ձևավորել եւ ազգային պետություն ստեղծելը, որը կկարողանա պաշտպանել մեր ժողովրդի հավաքական իրավունքները, ստեղծել իրական ժողովրդաբար, բարեկեցիկ, պաշտպանված Հայաստան։ Ինչ ձևաչափով հեռացնել, պարոն Սաղաթելյան, որովհետև մի քանի տարի շարունակ փորձում ենք հեռացնել եւ այդ ձեր փորձը նաեւ ընդդիմադիր մյուս շրջանակների փորձը անարդյունք է։ Մենք փորձել ենք ու շարունակելու ենք փորձել։ Եթե բոլոր խոսողներն ու պայքարողներն չհամակերպեն այս իրավիճակի հետ կամ ասեն դուրս չգան, որ մեր տաներին չմոտենա ու իրականում մոբիլիզացիա տեղի ունենա սրան հեռացնելու նպատակի շուրջ, ես կարծում եմ կստացվի ու դա հեռու չի։ Մեր մոտեցումը հետևյալ է՝ բոլոր հնարավոր միջոցներով սահմանադրական բանի շրջանակներում երկիր առանց քաոսի վերացնել, բայց համաժողովրդական շատ կտրուկ ընդվզմամբ հասնել մի իրավիճակի եւ սրանց հեռացնել։ Համատեքուն փողոցի գեներացման։ Մենք դրանից չենք հրաժարվել, չենք հրաժարվում եւ այդ ճանապարհը երբեք չենք բացառել ու գտնում ենք, որ այն որ ասում են ընտրություններ, մինչև ընտրությունները շատ դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունենալու, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Եթե ինքը այս ճանապարհով փորձում է այս հալածանքների միջոցով ջլատել, պառակտել, վախեցնել, ես հիմա բոլորիդ մոտ շատ ուղիղ հայտարարում եմ, որ այս ճանապարհով մեր հետ չես կարող խոսել, սրանով չես կարող մեզ լռեցնել կամ հեռու պահել, վախեցնել հայրենիքի համար պաշտպանելու այս մեր ցանկությունից, քայլերից կամ գործողություններից։ Չի ստացվելու, սա բերելու է նոր հակազդեցության։ Ինչքան կարաս բռնեն։ Այսինքն այս 5 տարվա մեջ էսի ոչ առաջինն է, ոչ մեջտեղինն է, ոչ էլ վերջինն է։ Այս է այս մարդու հույսը, փորձի այս ճանապարհով պահել իր իշխանությունը, մենք պետք է կարողանանք հակազդեցության դատել չտալ։ Ասում եք, որ իրավապահները կարող են նաև այստեղ գան։ Այո, մենք միշտ ենք սպասում իրանց, մի պահ կուտակում կար ստեղ, ես դրա համար էի նաև Սրբազանի գրասենյակում, միշտ ցանկացած սցենարի պատրաստ ենք, եթե դա իրանց պատկերացրածը, մենք էլ ասել եմ, ուրիշ ճանապարհ չկա։
Պարոն Սաղաթելյան, մի վերջին հարց, թեև ամփոփելով, եթե էլ հարցեր չկան, նայեք, ասում եք Փաշինյանին հեռացնել, հակազդեցություն եւ այլն։ Ակնհայտ է, որ 2018-ից ի վեր նաեւ ինչ-ինչ կենտրոններ էին շահագրգռված, ունեն կոնսենսուս Փաշինյանին պահելու համար։ Ըստ ձեզ այսօր այդ կոնսենսուսը կա Փաշինյանի շուրջ եւ ինչպես է գնահատում այդ համատեքստում ձեր հակազդեցությունը կհաջողվի թե ոչ։ Գիտեք, ինձ չի հետաքրքրում դրսից Նիկոլ Փաշինյանը ինչքան աջակցություն ունի, ինչ ունի եւ այլ եւ այլ։ Իր տերերը ու տերերի ծրագիրը պարզ է։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի ներսում հայկական արմատներ ունեցող հայերի, հայկական ուժերի ու հայ մարդու վերաբերմունքը, այսինքն հանդուրժելու են, որ սա շարունակի մնալ իշխանության, թե չէ։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը, բոլորը միասին, եկեղեցին, էլիտան, ով կա, այդ որոշումը կայացնի իր մեջ առնվազն եւ դուրս գա այս խնդիրը լուծելու, իրան ոչ մի տեր էլ չի կարող փրկի։ Հետեւաբար ինձ չի հետաքրքրում իր տերերը, իր ճակատագրի մասին ինչ որոշում ունեն։ Ինձ հետաքրքրում է մենք ինքներս ու մեր ժողովուրդը։ Եթե այդ որոշումը կայացնի դուրս գա, սրան որևէ մեկն չի կարող փրկի։ Շնորհակալ եմ։